երբ այն ժամանակ մենք այս փոփոխությունը անում էինք, ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին բողոքի ակցիաներ, ասելով, որ սա անարդար է, որովհետև մենք, այսպես ասած, բարձր աշխատավարձ ստացողներին կամ մեծ եկամուտներ ստացողներին համար օրենսդրական փոփոխություններ ենք անում, ինչը սոցիալական անարդարությունը խորացնում է, եւ մենք այն ժամանակ ասենք, որ սա մի քայլանի գործողություն չէ, եւ մենք հաջորդ քայլով պետք է գույքային, մասնավորապես անշարժ գույքի հարկի փոփոխություն իրականացնենք, եւ ահա նրանք, ովքեր շատ եկամուտներ ունեն, նրանք ենթադրվում է, որ ունեն նաեւ ավելի լավ անշարժ գույք եւ հետեւաբար անշարժ գույքի հարկի ձևով այն անհարթությունը, որը առաջանում է, այդ անհարթությունը մենք կլրացնենք, այն ժամանակ ասվում էր, որ մենք գիտենք, որ դա չէ կանելու եւ այլն, բայց հիմա մենք եկանք եւ այո, շատ բարդ, բայց շատ կարեւոր որոշում կայացրեցինք եւ այդ որոշումը ընդունվեց եւ նաեւ ուրիշ եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչի ա բերել այդ որոշումը։ Շատ կարեւոր է արձանագրել, որ այս հարկային փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները լրացուցիչ 0 են։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության այս գումարից 0 եկամուտ է ստանում, անշարժ գույքի հարկի։ Բավա ստանում այդ եկամուտը։ Այդ եկամուտը ստանում են համայնքները։ Համայնքները եւ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ թվում անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 եւ ավելի տոկոս, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աջ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է եւ հակառակը։ Որովհետև մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել։ Դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիա է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե։ Սրա մասին է խոսքը։ Մենք այդ գումարը, որովհետև իմիջայլոց այդ միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ պրոբլեմն է, որ մեր երկրում չկա։ Եվ միջավայրը չի համարվում ընդհանուր, միջավայրը չի համարվում ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև այո, այն որ դու կարող ես ունենալ տուն, եւ այդ դռնից տան շեմից են կողմ ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել։ Եվ հետեւաբար ոնց լուծենք այդ հոգսը։ Այդ հոգսը լուծվում է սենց տեղական ինքնակառավարման մարմիններով, այդ գումարը գեներացնելով, այդ գույքի գումարը բերելով միտեղ եւ այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, լույսը, ծաղիկը, ցանկապատը եւ այլն դիմացի մանկապարտեզը կառուցելով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս գումարը, գույքարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետք է հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի, շատ կարևոր է սա արձանագրել։ Այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները։ Ոչ մեկ չի կարող ասել, մենք մեր համայնքի ղեկավարին չենք ընտրել, ձայն չենք տվել, եկել են կեղծել, չեն կարող այդպիսի բան ասել։